Բարև սիրելի հայրենագիտներ, այսօրվա նյութը հայ պետականությունը և հայ առաքելական եկեղեցին։ Արդյոք կարելի է հայ ազգին համար անչադել պետականությունն ու եկեղեցին։ Իմ կարծիքով ոչ։ Երբ որ պատմության ցալքերուն երտանք կտեսնանք, որ հայ առաքելական եկեղեցին քրիստոնեություն ընդունելին ետքը եղած է անբաժանելի մասը պետականության կառուցման, հաստատման, վերականգնման և հարատևության։ Աս ոգին է, որ ներկայիս գոյություն չունի ներկա Հայաստանի վարչակարգի մեջ։ Երբ որ վերլուծենք պատմությունը եկեղեցվով, կտեսնանք, որ առանց եկեղեցվո հայությունը գոյություն չէր ունենար։ Սկսենք քրերուքիդեն Մեսրոց Մաշտոց, Սահակ Բարտև եկեղեցականներ էին։ Մեսրոց Մաշտոցը ռավ քրերուքիդը որբեսի ոչ միայն եկեղեցական կառուցությունը, քրականությունը դարածվի հայության մեջ, այլ պետականությունը ինքնուրույն իր էության վրա հաստատվի։ Լեզուն ունեինք, բայց քանի որ քիր չունեինք, նշանակիրերը կամ դարերը գործածեինք հունարենը, բարսկերենը կամ ասորերենը։ Այսինքն մենք անգիտակցաբար կամ գիտակցաբար ենթակայենք այդ ազգերուն, բարսիկի, ասորի և հույնի։ Հայերեն դարերն են, որ մեզի հաստատ կազմեցին մեր լեզվի վրա և պետականության վրա։ Եկեղեցականություն ինչ ռավ։ Երբ որ քյուրերիքու դեղավ, հաստատեցին դպրոցներ։ Ոչ միայն բարսկահաբադակ հողադարածքի վրա, այլ բյուզանդական կամ հունական շրջանի մեջ։ Այդ դպրոցներու մեջն են, որ իշխանները, ազնվականները գրթվեցան և ազգային ոգիով վերականգնեցին պետությունը։ Եկեղեցականներու ինչ էր։ Ջարդարապետությունը զարգացուցին, նկարչությունը, երաժշտությունը, աստվածաբանությունը, իմաստասիրությունը և նկարչությունը, վերցուցեք եկեղեցիները, կացեք որևէ եկեղեցի, նկարչություն կա, ջարդարապետություն կա, երաժշտություն կա, ով պահպանած է աշխարհականները։ Վերցուցեք դպրոցները, բոլիս, գետրոնականը, հիմնածի պատրիարքները, Մուրադարաֆանյան վարժանանը, Վենեդիկ, 100 տարի ավելի մտավորականներ հասցուց, որոնք եղան հեղափոխականները, խմբակիրները և ազգային գործունեություն կատարողները, Մխիթարյանները, եկեղեցական են։ Կացեք Լազարյան ջեմարանը, անոնց դեսուչներն ավարտած էին ներսեսյան վարժարանը Թիֆլիսի մեջ։ Ով հիմնեց ներսեսյան վարժարանը Թիֆլիսի մեջ, ներսես աշտարակեցին։ Եկեղեցականը հիմնականորեն հայ մտավորականության արմատները թրած են եկեղեցականները, երթանք միջնաթար, ինչ են վանքերը։ Վանքերու մեծ մասը քրչության տեղ էին, համալսարաններ էին,
ազնվականներ իրեն կգրթեին։ Մինակ համայնավարության ժամանակն էր, որ 1918-ին ետք Հայաստանի մեջ աշխարհական դարձավ պետականությունը։ Ուրեմն նոր սերունդը, որ չի ուսումնասիրած իր պատմությունը, կգարձե, որ եկեղեցականները մինակ բադարակ կնեն, մոմ կվաճառեն, ինչ կնամ արուձախ կնեն, այլ սերած մտածան նրա գերբ է։ Հայթուգային շրջանին, ֆեդայական շրջանին, երբ որ հայ կամավորները կգրվեին Թուրքիո փանագին թեմ, ուր գաբաստանեին, վանքերու մեջ, Արաքելոց վարկը, Անտրանիգը, Սերոպը, ուր գերտային, բահվդելու համար, ով իրենց կցունուցաներ և որ անոթի էին, վանականները, աբերախտություն է ներգա վարչագարքի վարմունքը, որ գահալած է եկեղեցին, ուր բահված են հայ մդային քանցերը, քեղարվեստի գործերը, մաքաղատները, ծերակիրները, վանքերու մեջ էին, վանքերեն անցան վերջը եղան թանկարաններ, Կացեք Վենեդիկ Սուրբազար գղզին, ասկային մդային հարուստությունը, քեղարվեստի գդորները հոն հավաքված են, ով հավաքած է, խումբ մվանականներ, Սուպեչմիածին, կացեք սրպավայր է, մացմնավ թանկարան է, Մադենադարանը ով հիմնած է, չենքը այո, բեդությունը չինած է, բայց մերչի մաքաղակները, ծերակիրները ուրդեղ են եկած են, իչ միացինը նվիրած է, վերթը ժողովուրդին ունեցածը նվիրած է, որպես ասկային հարստություն, եկեղեցին էր, որ բահմանեց և բահեց անոնք, վերցնենք ցեղասպանության շրջանին, թուրքերը, որ գոդորեցին հայերու մեծ մասը, մնացած որբանոցները, ով կազմակերպեց, եկեղեցականները, եկեղեցին և եկեղեցի մեջ թաստիարակված սերունդը, ուսումնասիրեցեք, հայ մտավարականությունը 18-րդ դարուն կամ 19-րդ դարուն մեծ մասամբ հաջախած են եկեղեցական դպրոցներ։ Հիմա ներկա վարչագարքը Հայաստանի մեջ կհալած է այդ եկեղեցին գուզե հիմքերը կանթել։ Ամենայն հայոց կաթողիկոսները որ ասկանվեր էին մեծ մասամբ, քիդնականներ էին, կրակետներ էին, կաղաքագետներ, թիվանակետներ էին, մինչ որս անտլյասը տեսպանները գերտան, հյուբադոսները գերտան, բեդական մարդիկ գերտան խորհրդակցելու, եկեղեցականը սերո քաղաքականության մեջ բիչի մտնե, այլասերած մոլորված հոգեբանություն է մի քանի դքետներու, որոնք այսօր ազգային ղեկը իրենց ձեռքի մեջ անցուցած են Հայաստանի մեջ հիմնված սուդի և խաբեության վրա։ Բեդությունն ու եկեղեցին երկու թևերն են հայության։ Անցյալին բեդություն չունեինք, եկեղեցին էր, որ գարաշնորթեր հայությունը։ Ըսած եմ ուրիշ անգամ, ցեղասպանության ետքը
գելի գյուղայությունը, որ մեծ մասամբ թրքախոս էր, երեխաները ընտանիքներում մեջ թրքերեն կխոսեին, ով բացոնց հայախոս դարձուց, եկեղեցին և իր գրթած սաները, ծերունդը, որ եկեղեցվո շուրջը եկեղեցական թեմական թբրոցներում մեջ ուսում արած էին, և դարձոց այդ թրքախոսները հայախոս, նույնիսկ որոշ եկեղեցիները ներքսաբես սրահը բաժնված էր երկուքի, չվանին վրա գաբերտ մը գտնեին, արջևի մասը խորաններ, ետևի մասնա դպրոց դասարան, նստարաններու վրա հայերեն, ֆրանսերեն, անգլերեն, գիտություն կսորվենք։ Ես հաջողած եմ այդ դպրոցը, որ գեցը եկեղեցի էր և գեցը դպրոց։ Այդպես էր Հալեբի մեջ ցեղասպանության ետքը առաջին դպրոցները, մինչև որ եկեղեցվո գողքը կառուցեցին առանցին շենք և կոչվեցավ դպրոց։ Ներկա Հայաստանի վարչագարկը մոլորված է, աբասկային դարձած է, իր համոզումները սուդի վրա հիմնված են, և աս գառույցը, որ ներկայիս դիրած է Հայաստանի իշխանությանս ենք, գուզե կանթել ասքի գեսին եկեղեցվո հիմքերը, գուզե կանթել և վերացնել կաթողիկոսությունը կամ գուզե հաստատել իր խամաճիկ կաթողիկոսություն, որպեսզի իրեն աջակիցը լա և վերընտրվի։ Հուսամ չհաջողին վերընտրվելու, որպեսզի ազգական գործունեությունը չշարունակվի։ Եկեղեցին 301 թվականին ի վեր եղած է բեդության աջակից, բեգդությունը պաշտպանող և հայությունը գրթող հարադևող։ Մենք այդ եկեղեցին չենք կնալ ուրանալ, չենք կնալ աբերախտլալ, չենք կնալ անդեսել այն անցիկ, որոնք այփուփենը քյուդը ըրին, և մեզի թաստիարագեցին դպրոցներու մեջ, որ ժամանակին գեսը դպրոց էր և գեսը եկեղեցին, ուստի ազգապարը պետք է տրոշմվի ամեն հայու մեջ, որ հայ ժողովուրդի հիմքերը երկուք են, բեդություն և եկեղեցի։ Այս խոսքերով կավարտեմ և կհանդիպենք հաջորդ անգամ։